29743 քառակուսի կիլոմետր։ Այս տարածքից դուրս Հայաստանի Հանրապետություն չկա, հայտարարում է իշխանությունն ու ընդգծում, որ Ադրբեջանի բռնազավթած տարածքների հարցը պետք է լուծվի սահմանազատման միջոցով։ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո հայ պաշտոնյաները պարբերաբար նշում են, որ կան Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որոնք միմյանց վերահսկողության ներքո են, որ հատվածում են Հայաստանի զորքերն առաջ գնացել ու դուրս եկել մեր սուվերեն տարածքից։ Ինչ չափերի մասին է խոսքը, առանց քարտեզի վրա ցույց տալու Ալեն Սիմոնյանն է թիվ հնչեցրել։ 110 կիլոմետրի չափով մենք ենք իրաց տարածքում, մոտավորապես ոչ ոք չի կարող կոնկրետ այդ թիվը ասի, գնա ասի միլիմետրով, ես քեզ մոտավորապես ասում եմ, ասես նշան կա, չէ՞, եւ մոտավորապես 200 քառակուսի կիլոմետրի չափով իրանք են մեր տարածքում։ Քարտեզագիր Շահեն Շահինյանին հրապարակված թիվը զարմացնում է։ 90-ականներին հայկական զորքերի առաջխաղացումն այդքան մեծ չի եղել։ Մոտավոր գնահատականում դրանք չեն կարող գերազանցել մի քանի քառակուսի կիլոմետր կամ կարող են հասնել 1 տասնյակ կամ մի փոքր ավելի։ Մանատիպ հատված ունենք օրինակ Ոսկեպարի հատվածում, երբ ճանապարհի անվտանգությունը ապահովելու համար 90-ականներին մեր զորքերը զբաղացրել են որոշակի դիրքեր, եւ դրանից հարավ ընկած որոշակի հատվածներում ունեցել ենք դիրքեր, որոնք վերահսկել են ադրբեջանական տարածքներ, բայց դրանք չեն եղել այնքան շոշափելի, որքան այս պահին ադրբեջանական կողմի զավթած տարածքներն են։ Ադրբեջանը պահանջում է այսպես կոչված 3 անկլավ՝ Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու Բարխուդարլուն Տավուշում եւ Տիգրանաշենը Արարատում։ Վերին Ոսկեպար, Սոֆուլու եւ Բարխուդարլու բնակավայրերը բնակեցված չեն, բնակեցված է միայն Տիգրանաշենը։ Այս 4 բնակավայրերով 3 անկլավների տարածքը միասին մոտ 52 քառակուսի կիլոմետր է։ Արցվաշենի տարածքը մոտ 5-6 քառակուսի կիլոմետրով զիջում է դրանց հանրագումարին։ Եթե անգամ իրավական հիմքեր հայտնաբերվեն անկլավների գոյության եւ վերջնական որոշում կայացի, որ այո, անկլավները պետք է վերադարձվեն, ապա անգամ դրանց մակերեսը բազմակի անգամ փոքր է այն տարածքների մակերեսից, որը այս պայն Ադրբեջանը զավթել եւ պահում է իր վերահսկողության տակ։ Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունն ըստ որի սահմանազատման գործընթացի շարունակությունը պետք է լիներ Տավուշում, ամենայն հավանականությամբ փոփոխվել է, երբ ի հայտ են եկել նոր պայմանավորվածություններ Թրամփի երթուղու հետ կապված։ Հիմա հայտարարվում է, որ գործընթացը կարող է Սյունիքում շարունակվել։ Քանի որ այդ սահմանը նոր ձևավորված է եւ քանի որ այդ սահմանի երկայնքով են տեղի ունեցել առավել մեծ ադրբեջանական ագրեսիաները, ապա տրամաբանական է, որ այդտեղ պետք է ընթանար սահմանազատման առաջին փուլը։ Իսկ դա ենթադրում է, որ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Սև լճի տարածքից։ Սահմանազատման գործընթացը սակայն դանդաղում է։ Բաքուն ամեն դեպքում զորքերը հետ քաշելու մտադրության մասին չի խոսում։ Հայկական կողմը նշում է, որ սահմանազատում պետք է նախատեսում են իրականացնեն 1970-ական թվականի քարտեզներով, որոնք ըստ էության Խորհրդային Միության գոյության վերջին քարտեզներն են։ Սակայն Ադրբեջանի կողմից մենք նմանօրինակ հայտարարություններ չունենք։ Հակառակը նրանք առաջ են բերում ավելի վաղ ժամանակաշրջանի, օրինակ մինչ սովետական ժամանակաշրջանի ինչ որ հիմք չունեցող քարտեզներ, որոնցով եթե օրինակ առաջնորդվենք, ապա Հայաստանի Հանրապետությունից կմնա ընդամենը 10,000 քառակուսի կիլոմետր։ Մասնագետը շարունակում է պնդել, որ սահմանազատումը պետք է ընթանար 20-ից 30-ականների քարտեզներով, որոնցով Հայաստանը մտել էր Խորհրդային Միության կազմ։ Այդ դեպքում բազմաթիվ տարածքներ պետք է վերադարձվեին Հայաստանին։ Դրանց տակ իրավական հիմքեր առկա են, վստահեցնում է Շահինյանը։ Հայաստանի տարածքն այդ դեպքում կլիներ ավելի քան 31,000 քառակուսի կիլոմետր։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։